գիտենք, որ Թրամփի նախագահության տարիներին հիմնականում այդ սրությունը, հակասությունները շատ են, էլի Իրանի հետ կապված հատկապես ու մասնավորապես տարբեր վտանգավոր փուլերի մեջ եղել ամեն դեպքում։ Ինչ առանձնահատկություն ունի այս գրառումը, որ շնորհակալություն է հայտնում, որ այլևս էս չնամ, մեն չնամ, ինչով է բացատրվում առհասարակ Թրամփի կողմից իշխանություններին ուղղված այս հրապարակային շնորհակալություն, ինչ որ մարտավարություն է, թե դիվանագիտություն է, թե այսպես մեղմելու ցանկություն է, որ հետո էլի իր ուզածը անի։ Տեսեք, իրականում Թրամփի դեպքում շատ դժվար է հասկանալ, թե վերջո ինչ է ցանկանում եւ ինչ գործողությունների է դիմելու։ Նույն իրանական ցույցերի մեկնարկից ի վեր գրեթե ամեն օր Թրամփը անդրադարձել է Իրանում տիրող իրավիճակի եւ կարելի ասել անդադ հակասական հայտարարություններ է հնչեցրել։ Նույն այդ ձեր հիշատակած գրառումից հետո, երբ նա շնորհակալություն էր հայտնել Իրանի իշխանություններին, դրանից 1-2 օր անց նորից սպառնալից հայտարարություններ է արել, նշել էր, որ Իրանի գերագույն առաջնորդը հիվանդ մարդ է ու ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել։ Այսինքն այն պահին, երբ որ թվում է, թե հռետորաբանությունը այսպես մեղմանում է եւ կարծես թե լարվածությունը թուլանում է, նորից լինում է ինչ որ գրառում հայտարարություն Թրամփի կողմից, որ սկսում է կարծել, որ ոչ, գուցե ամեն ինչ չի ավարտվել եւ գուցե դեռ պետք է սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Ինչպես եղավ օրինակ 25 թվականի հունիսին, երբ որ Իրանը եւ Միացյալ Նահանգները ըստ էության բանակցում էին, բայց հենց այդ ընթացքում եղավ Իրանի դեմ գործողությունը ու նաեւ դրան միացավ նաեւ նահանգները։ Այսինքն այն պայմաններում, երբ որ կար բանակցություն, չկար ոչ մի երաշխիք, որ Իրանի դեմ այդ հարձակումը չէր լինելու։ Եվ հիմա եւս, երբ որ էլի չկա բանակցություններ ըստ էության, նորից չունենք որևէ երաշխիք, որ հետագա ինչ որ գործողություն չի լինի Իրանի դեմ։